Եթե օրինակ նայեք մեր լոգոն հենց ամբողջ գաղափարն է եւ այդ արդյունքն է արտահայտում, թե մարդիկ այնտեղ գալով ինչ կստանան, ուրեմն վերնագիրը նաեւ ինքն իրենն է ասում կենսատուն, այսինքն տուն, որտեղ միշտ կյանք կա, այնտեղ չի ավարտվում կյանքը, այնտեղ չի ավարտվում դրական էներգիան, պոզիտիվ մտածողության շնորհիվ, որը մենք կաջակցենք մարդկանց ձեռք բերել այնտեղ։ Եվ ինչպես նաև այնտեղ նրանք կստանան ընտանեկան ջերմություն։ Ինչու՞, եթե նայեք մեր լոգոյին, այնտեղ տանիքի նշան էլ կա։ Ինչու կստանան այդ ջերմությունը, որովհետև մենք կփորձենք ոչ միայն այս դասընթացները իրականացնել, այլ նաև սոցիալիզացիայի կոմպոնենտը ապահովել մեր շահառուների համար, այսինքն այնտեղ նրանք կլինեն սոցիալիզացված, կունենան նոր ընկերներ, ձեռք կբերեն նոր հարաբերություններ, ծանոթություններ եւ կմասնակցեն, ինչի միջոցով դա կանենք, իրենք կմասնակցեն ամենատարբեր էքսկուրսիաներին, թեմատիկ երեկոներ կկազմակերպենք, թեմատիկ միջոցառումներ, այսինքն բացի դասընթացները հնարավորություն կունենան շփվելու նաև այլ միջոցառումների շրջանակում։ Քրիստինա, ասացեք, խնդրեմ, թե երբ եւ ինչու առաջացավ գաղափարը ստեղծել կենսատուն կազմակերպությունը, կենտրոնը եւ ում համար է նախատեսված ինչ ծրագրեր իրականացնելու։ Շնորհակալություն Օֆելիա հրավերի եւ հարցի համար։ Ինչու որոշեցինք ստեղծել այս կենտրոնը, ինչն էր հիմքը նաեւ սրա։ Ես սովորելով ամերիկյան համալսարանում հետազոտություն իրականացրեցի մեծերի կրթական կարիքների վերաբերյալ Հայաստանում եւ ցանկանում էի ստուգել արդյոք այդ կարիքները կան, բայց չկան կրթական կենտրոններ համապատասխան ոչ ֆորմալ կրթական կենտրոններ, թե մարդիկ չեն ցանկանում կրթվել եւ պարզվեց, որ մարդիկ շատ մեծ ցանկություն ունեն շարունակաբար կրթվելու անգամ 60-ից հետո։ Այո, անգամ 60-ից հետո եւ ես իդեպ ասեմ իմ հետազոտությունը իրականացրել էի հենց 60 եւ ավելի անձանց շրջանում եւ բազմաթիվ կրթական կարիքներ բացահայտեցի այդ հետազոտության միջոցով եւ հենց այդ արդյունքներն էլ ընկած են այս կենտրոնի ստեղծման հիմքում ինչպես նաև եթե տեղյակ եք առողջապահության նախարարությունը իրականացնում է տարեցների համար ծրագիր, որը նախատեսում է ֆիզիկական ակտիվության ակումբների եւ հիշողության զարգացման ակումբների մեկնարկ ներդրում Հայաստանում եւ նաեւ այս ծրագրի շրջանակում շփվելով շահառուների հետ ես տեսա, որ նրանք ավելի կարևոր եւ մեծ հմտությունների զարգացման կարիք ունեն կրթության միջոցով։ Այսինքն այս կենտրոնի բացման կարիքները հիմնավորված են մեր երկրում այս նշածս ծրագրի եւ իրականացված հետազոտության միջոցով։ Քրիստինա, ինչ է առաջարկում կենսատունը, ում համար է այն նախատեսված։ Մեզ լսում են 60 եւ ավելի տարեկան մարդիկ, հետևում են սոցիալական ցանցերում։ Ինչ կստանան նրանք կենսատանը, եթե միանան այս կենտրոնին գան։ Կենտրոնի ստեղծման գաղափարի հիմքում ընկած է շարունակական կրթությունը, այն իզուր չէ կոչվում ցկյանս ուսումնառության կենտրոն, ինչ է սա նշանակում, բացի ակադեմիական կրթությունը, որ մարդիկ ստանում են, ամբողջ կյանքի ընթացքում նրանք ձգտում են սովորել նորանոր հմտություններ, ստանալ նոր գիտելիքներ, որը կօգնի նրանց կառուցել ավելի բարեկեցիկ կյանք եւ մնալ ավելի առողջ։ Մեկ օրինակ բերեմ, եթե ինչ-որ մեկը բժիշկ չի եւ չունի բժշկական կրթություն, բայց ցանկանում է օրինակ բժշկության ոլորտում ձեռք բերել հիմնական բազային գիտելիքներ, որը կօգտագործի իր կյանքի ընթացքում, իր համար, ընտանիքի համար եւ իր հարազատների, կարող է գալ մեր կենտրոն եւ կրթվել։ Չնայած ծրագիրը ի սկզբանե նախատեսված էր ավագ սերնդի համար, բայց հետո մենք իրեն վերակառուցեցինք եւ 18 եւ պլյուս բոլոր անձանց համար նախատեսեցինք, որովհետեւ
կան նույնիսկ կանայք, ովքեր դուք գիտեք Հայաստանում կինը ընտանիքի առողջության պահպանման մեջ շատ մեծ դեր է կատարում եւ ունենալ կրթված կանայք առողջապահության, այսինքն ոչ թե առողջապահության, այլ առողջ ապրելակերպի թեկուզ թեմաներով, հոգեբանության թեմաներով կրթված կին ունենալ ընտանիքում շատ կարևոր է մեր հանրության համար։ Եթե կինը կրթված է, ապա ընտանիքն էլ առողջ է եւ տիրում է ընտանիքում ճիշտ հարաբերություններ։ Այսպիսով մենք որոշեցինք տարիքային շեմը ընդլայնել եւ այն դարձնել 18 եւ պլյուս անձանց համար։ Այսինքն այստեղ մենք կունենանք նաև միջսերնդային համագործակցություն, չէ որ ավագ սերունդը արդեն ապրելով այդ կյանքն իր փորձը ներկդնի կենտրոնի զարգացման մեջ, իսկ երիտասարդներին, այո, կփոխանցի երիտասարդներն էլ նոր մոտեցումները կյանքի կբերեն ավագ սերնդին եւ իրենք համահունչ կլինի իրենց սերունդների անջրպետն էլ կփոքրանա, եթե հնարավոր է վերացնել իհարկե նաեւ։ Շատ կարևոր հարց է եւ այդ է պատճառը, որ ես ուզում եմ մենք ոչ միայն խոսենք ավագ սերնդի մասին, այլ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են կրթվել այն թեմաներով, որոնք կենտրոնում ուսուցանվելու են։ Այնտեղ մարդիկ կստանան ներքին խաղաղություն, մասնակցելով մեր հոգեբանության դասընթացներին, որը եւ կկարդան հենց բժշկականի հոգեբանության ամբիոնի դասախոսները եւ կօգնեն նրանց տարիքային տրանսֆորմացիաների շրջանում եւ որ դերափոխություններ են լինում մարդկանց կյանքում, նոր ճիշտ հարաբերություններ կարողանան ձևավորել, վերանայել իրենց կյանքի տրված այո գործառույթները եւ ճիշտ հարաբերություններ կառուցել կյանքի բոլոր փուլերում բոլորի հետ եւ մնալ բավարարված։ Նրանք կարողանան մեր մոտ կերտել նոր նպատակներ, քանզի կսովորեն նոր կյանքի հմտություններ, օրինակ բացի հոգեբանությունը մենք կդասավանդենք այնտեղ նաև այսպես ենք կոչում life skills, կյանքի հմտություններ, ամենատարբեր ֆինանսական գրագիտություն, թվային գրագիտություն, որը շատ անհրաժեշտ է մեր մեծահասակ սերունդին, հա։ Թույլ տվեք ես էլ մեդիա գրագիտությունը ավելացնեմ, հաշվի առնելով որ շատ եմ առնչվում այդ խնդրի հետ։ Այո, սիրով ինչու՞ չէ ոճաբանություն, ինչպես յուրաքանչյուր տարիքում ճիշտ հագնվել, խոհարարություն, նոր խոհարարական մոտեցումներ սովորեցնենք եւ այլն։ Եվ ծրագիրը կունենա նաեւ ինչ որ չափով հետազոտական բնույթ, մենք անընդհատ կհետևենք մեր այցելուների շահառուների կարիքներին եւ համապատասխան դասընթացներ նոր կկազմակերպենք։ Անդրադառնանք դասացուցակին, այսպես ասած, ինչպես հասկացանք, այն փոփոխական է, նաև կախված է լինելու այցելուների ցանկությունից, նրանցից ստացված, այսպես հետադարձ կապից, այս պահի դրությամբ երբեք մեկնարկում եւ ինչ դասացուցակով։ Ուրեմն կենտրոնը մեկնարկելու ենք մայիսի 6-ից մի փոքր դասացուցակ են կազմել սկզբի համար եւ ինչպես ասացի հետևելու ենք ճիշտ եք ասում ցանկություններ կարդամ մի քանի թեմա ուրեմն առողջության պահպանման թեմաներն են օրինակ մկանային կմախքային համակարգի տարիքային փոփոխություններ, ջրի հավասարակշռության պահպանման կարևորություն, վիտամին D, կալցիում, շնչառական վարժություններ, վահանաձև գեղձի առողջություն, դեղորայք նշանակելու առանձնահատկություններ, շաքարային դիաբետ, առաջին օգնություն։ Հոգեբանության թեմաներից են ընտանեկան հարաբերություններ, ակտիվ սոցիալական կապերի ստեղծում, ճանաչողական գործունեության պահպանում, դրական հոգեբանություն, հարմարեցում կենսաթոշակի անցնելու փուլին եւ կյանքի հմտությունների զարգացում, հաղորդակցման եւ սոցիալական հմտություններ, ֆինանսական գրագիտություն, գինու մշակույթ, էթիկա, համակարգչային գրագիտություն, խոհարարություն, մաշկի մազերի խնամք եւ սրանից հետո արդեն մենք հենց առաջին օրվանից կսկսենք պլանավորել թե
այլևս ինչ թեմաներով հագեցնենք։ Այս թեմաները պատահական չեն ընտրել, հենց այդ տարիքի մեր շահառուների տարիքի շրջանում հարցումներ են կատարել հասկանալու համար ինչով են իրենք հետաքրքրված եւ այդ հարցումների արդյունքներն են, որ ներառված են մեր դասացուցակի մեջ։ Եվ որ օրերին պետք է գան։ Դասերը տեղի կունենան երեքշաբթի ուրբաթ օրերին, դեռևս սկզբի համար մենք մի քիչ փոքր դասացուցակով կսկսենք, հետո արդեն կվերանայինք ըստ կարիքի։ Ժամը 3-ին կլինեն դասախոսությունները, քանի որ համալսարանը հենց այդ ժամին է, որ արդեն հնարավորություն ունի ընդունելու մեզ։ Քրիստինա, ասացեք, կընտրեմ որտեղ գտնեն աշխարհագրորեն հասցեի առումով, ինչ ժամկետներում, երբ, ինչպես մարդիկ, որ լսում են ու հետաքրքրվեցին, հետաքրքրված են ծրագրով, կենտրոնով գտնեն ձեզ։ Կենտրոնը պետք է գործի Երևանի պետական բժշկական համալսարանի հետ համագործակցության ներքո։ Մենք շատ շնորհակալ ենք բժշկական համալսարանին աջակցության համար, քանի որ նրանք կենտրոնի համար դասախոսությունների համար նախ վայրը կապահովեն եւ շատ կարեւոր է որ մեր շահառուները այցելեն հենց կրթական կենտրոն եւ այս ծրագիրը ասոցիացնենք հենց կրթության հետ եւ ինչպես նաեւ դասախոսները բժշկականի ներգրաված կլինեն բոլոր դասախոսությունների մեջ թե առողջապահության թեմով դասախոսները եւ թե հոգեբանության կարդացվելու են բժշկական համալսարանի դասախոսների կողմից եւ փաստորեն ստացվում է որ վայրը կլինի հենց բժշկական համալսարանը այնտեղի կունենա վարչական մասնաշենքում 5-րդ հարկում մեր թռուցիկի մեջ ամբողջ ինֆորմացիան ասեմ գրված է իսկ ինչպես կարող են կապվել ձեզ հետ սոցիալական ցանցերի միջոցով հեռախոսահամար նշեք կարող են կապվել մեր Facebook-յան եւ Instagram-յան էջերին ինչպես նաեւ կոնտակտները իմ հետ կարող են կապվել եւ ծրագրի համակարգողի հետ հեռախոսահամարներն են 098 88 69 65 եւ երկրորդ հեռախոսահամարը 093 48 84 24 Շնորհակալություն, հուսանք հարցերին գրանցել, բայց նաև հոդվածի մեջ կտեղադրենք, որպեսզի եթե հետաքրքրված են մարդիկ, եթե ուզում են սովորել անկախ տարիքից, անպայման կապվեն ձեզ հետ։